Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։ Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ մերժեց պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Արուշանյանը 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվել է դեռ 2022 թվականի մարտի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, սակայն հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու հանգամանքը վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը 6 ամսով, որը պայմանական չի կիրառվել։ Դատարանն Արուշանյանի նկատմամբ փորձաշրջան էր սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ նրա նկատմամբ որպես պատիժ էր կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով թիմ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն Արուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում, ինչին հաջորդել է պրոբացիայի ծառայության միջնորդությունը Արուշանյանի պատիժն ազատազրկման փոխարինելու վերաբերյալ։ Սյունիքի մարզի դատարանը բավարարել էր միջնորդությունը, սակայն վճռաբեկ դատարանն ընդդատության խախտում է արձանագրել և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան նոր քննության։ Ուշագրավ է, որ այս ընթացքում էականորեն ջերմացել են երբեմնի ամենաընդդիմադիր դիրքերից հանդես եկող Արուշանյանի և ՔՊ-ի հարաբերությունները։ Արուշանյանն ակտիվորեն մասնակցում է ՔԲ միջոցառումներին, անգամ ծննդյան առիթներին, դիմավորում Փաշինյանին Սյունիք այցի ժամանակ։